Ողջույն, Հայաստանն այս օրերին աշխարհի ուշադրության կենտրոնում է։ Եվրոպայի առաջնորդները Երևանում վայելում են ոչ միայն եղանակային, այլև Հայաստանի քաղաքական գարունը։ 8 տարի առաջ այս երկիրը դիտարկվում էր որպես Ռուսաստանի արբանյակ, իսկ Նիկոլը որոշեց, որ խաղաղությունը եւ Եվրոպան առաջնային ձգտում են։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այս խոսքերը պարզապես դիվանագիտական հաճոյախոսություն չեն, դրանք արտաքին աշխարհի ընկալման փոփոխության արձանագրում են Հայաստանի մասին։ Այս միտքը շատերին կարող է դուր չգալ, շատերին կարող է նույնիսկ զայրացնել, բայց դժվար է չնկատել, որ վերջին տարիներին Հայաստանը իսկապես սկսել է փոխել իր միջազգային կերպարը։ Եթե նախկինում Հայաստանը հիմնականում ասոցացվում էր փակ համակարգի, ռուսական լիակատար ազդեցության եւ ռուսական ագրեսիվ տրամաբանության հետ, ապա այսօր Հայաստանն ընկալվում է որպես երկիր, որը փորձում է ինքնուրույն որոշումներ կայացնել, դիվերսիֆիկացնել իր հարաբերությունները եւ ընտրել ավելի խաղաղ ու զարգացող ապագա։ Այստեղ կարևոր է հասկանալ մի բան. Եվրոպա ասելով խոսքը միայն աշխարհագրության կամ Եվրամիության մասին չէ։ Խոսքը մտածողության, փոփոխության մասին է։ Երբ պետությունը սկսում է առաջնահերթ համարել մարդու ազատությունը, ժողովրդավարությունը, ինստիտուտների զարգացումը, օրենքի գերակայությունը եւ խաղաղությունը, դա արդեն եվրոպական ուղղություն է, անկախ նրանից, թե ով ինչպես է դա անվանում։ Հայաստանի համար այս ճանապարհը հեշտ չէ։ Տարիներ շարունակ երկիրը գոյատևել է վախի, կախվածությունների եւ այլընտրանք չկա գաղափարի պայմաններում։ Ամեն փորձ փոխելու այդ համակարգը ներսում դիմադրություն է առաջացրել, որովհետև կան ուժեր, որոնք Հայաստանի ապագան շարունակում են տեսնել միայն հնացած աշխարհաքաղաքական կենտրոնի ստվերի տակ։ Սակայն իրականությունն այն է, որ աշխարհը փոխվում է, եւ այդ փոփոխությունների մեջ փոքր պետությունները կարող են գոյատևել միայն այն դեպքում, եթե ունենան ճկունություն, բազմավեկտոր քաղաքականություն եւ խաղաղ ապրելու ռազմավարական ցանկություն։ Հայաստանի եվրոպական գարունը հենց դրա մասին է։ Դա մի ակնթարթային հրաշք չէ, ոչ էլ ավարտված գործընթաց։ Դա փորձ է դուրս գալու երկար տարիների փակ շրջանից եւ պետությունը դարձնելու ավելի ինքնուրույն, ավելի կանխատեսելի եւ ավելի խաղաղ։ Այս ճանապարհը կարող է ունենալ սխալներ, դժվարություններ ու հակասություններ, բայց մեկ բան ակնհայտ է. Հայաստանն այլևս չի դիտարկվում այնպես, ինչպես 8 տարի առաջ, եւ արդեն սա ինքնին մեծ փոփոխություն է։ Հայաստանի քաղաքական ձնհալը սկսվել է։ Ես Մկրտիչ Իսրայելյանն եմ, կհանդիպենք։